Ararat Bank աշխարհով մեկ քո Mastercard World Travel Card-ով։ Ես Լենայի առաջի տղամարդ եմ կարելի ասել։ Ոայ ինչ ոտն ես ջո։ Բաթը չեմ հնարամիտ եմ կյան։ Ես ժաման շունչ եմ բաղում։ Մեր տան միականասունը ես եմ։ Ոայ Կարինե ջան։ Ոայ։ Իսկ ու ես դայ։ Բռնում եմ մի հատ բաբուլա ձերքս։ Մեկ է տու։ Կարենը ցած լավ ֆորաշներով ժողով։ Ես բրեդ պիտի կանգնած ես նույն սովա։ Մեկը կա մոտեցավ ասում վայ ես ջահել եք ասում դերավերի տղամարդ եմ։ Եկեք չխոսենք դրա մասին։ Դրա մասին տունը մարդ չգիտի ասեմ։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա Step by Step Group Հենց այնպեսի տաղավարում այսօր Սերգեյ Դանիելյանն է եւ Ելենա Բորիսենկոն Երկար մի հատ։ Հա լավ հա։ Ես որ ասացի Սերգեյ Դոնի։ Որ ծապեն տալես բագրոն եմ տանում փող եմ ուզում մի անգամից։ Իմ մոտ բան է, իմ մոտ ռեֆլեքս է։ Ես գումար չեմ պատրաստել, բայց համեղ բաներ եմ պատրաստել ձեզ համար, մեր գործընկեր Զգացել ա դիշովկա եմ յոգում ես կուբ համով ուտելու համար բաման տեն։ Հա հետո Այո, մեր գործընկեր Անդակո ընկերությունը զուգ գիտալական բնական հյութեր է տրամադրում, այո, առանց շաքարի, գունային եւ համային հավելումների, որ համն եք ուզում ասեք ես հյուրասիրեմ։ Առանց շաքարի լուբոյ բան լցրու։ Շատ լավ։ Ես չեմ անին առաջինը ամեն ինչ քեզ ասում, տարիքը թարգում։ Ահա բայ։ Բայ երեսով սա տալ Բայց տարի։ սխալ եմ անում։ Լեմ, որը հյուրասիրեմ։ Լցրա։ Սկզբում կնոջն։ Ինձ են որ ընդհանրապես առանց շաքարի։ Հա, շատ լավ։ Խնձոր կիվի Երևի խնձոր կիվին է առանց շաքարի։ Խնձոր կիվին էլ է առանց։ Ինչ լավն է, այս ինչ էր։ Բա դու էլ ասում ես առանց շաքարի ինչա լավ չի։ Դեռ ինչ լավ է։ Ես հյուրասիրեմ, իսկ դուք սկսեք պատմել ձեր հենց այնպես պատմությունները, վստահ եմ այնքան շատ թե խայտարակ իրավիճակներն եղել, որոնց մասին չեք պատմել, թե զվարճալի։ Արի սկիզբը ես ասեմ, էլի, ի սկզբանե բաններ, չէ՞, դե երբ որ բանի մասին խոսքը գնում, իմ առաջին բանը, որը ես երբևիցե, այսինքն առաջին անգամ տեսել եմ, դա Յոժինն է եղել, ներկայացման ժամանակ։ Մոտավորապես Ես Լենայի առաջի տղամարդ եմ կարելի ասել։ Այո։ Այդ օրվանից նա հիասթափվեց տղամարդը, եւ չամուսնացավ։ Որ Լենա ջան, բայց սաղինը այտենց չի։ Սաղինը փորձի երկու հատ նայ նոր համեմատի էլի։ Ուրեմն Լորենցի Սակոն էր խաղում։ Մենք էլ երկու ներկայացում ենք խաղում։ Լորենցի Սակոնը ու Անտիգոնեն չեմ հիշում առաջինը որն էր, հետո մյուսը մենք բեմի հետևում սպասում ենք։ Յոժը այդ ներկայացման ընթացքում մերկանում էր, բայց հանդիսատեսին իզբուշկան են հետևի մասով էր էլի։ Ու տենց ու գալիս էր բեմի հետև, ու գալիս էր այդ Բայց իրանք դե նստած են։ ու տենց մի հատ թեթև չոծեր Ես 12 տարեկան էր։ 12 չէի, արդեն մեծ էի։ Հա։ Բայց փոքր էի երևում, ինձ մեծ։ Էդ է, տեսա ոնց։ Վայ! Ասի осторожно, я ему держу, он не кусается։ Չէ, դες չասեցի, ասեցի Դե սայ, ասա, որ չվախենա, ասի, բանից իրականից կանա, մի վախեցի, հա։ ու տենց աղքամքս փչացրեցի։ Էդ էր, ու ամբողջ կյանքը տենց իկա, դե որ էսա էլ չեմ ուզում ախպեր, դե ես դրան համաձայն չեմ, իրական Լենա հետ շատ տենց պատմություններ ա կապված, որ ինքը երեխա էր թատրոնում էր։ Ամենազզվելի երեխաները, որին ես հիշում եմ։ Ահա որ կապրիզնի, ահա որ չար, ահա որ մանիպուլատիվ։ Տենց չի եղել։ Բալչած, որ ես եմ պատում։ Եվ մեր Խաչիկը Չալիկյան մեր շատ լավ ընկեր, ինքը շատ լավ էր վերաբերվում Լենային, ոնց որ աղջիկը լիներ։ Եվ բուսի, այն փորձի ամենաթեժ մոմենտից մենք մեծ դերասան ես արդեն Ստանիսլավսիում խաղում եմ մեծ դերասան է արդեն տարիքով բան։ Մեկ էլ բուսիների ժամանակ ինքը ստոպ էր տալի ու վիդիցի Լենան խաչ։ Մի հատ գիտես ինչ մի հատ մի բան եմ տեսել, ուզում եմ արասը։ Այ քեզ բա այսքան է արա, այսքան ու այդ խաչիկը մի անգամ իցի։ Ասա կոճակ ջան, ասա բուսիկ ջան, ասես տես թզուկները հիմա եկել են եւ զարմանում են։ Թզուկները ձիխախոֆոսով սատկած։ Եվ զարմանում են թզուկները, թե ինչու ես դու քեզ բալեզվակ պահում, տես թզուկները մի չգիտես ինչ թզուկներ են դե տեսել, չգիտեմ։ Ձիխլաֆոսն առնում փչում ենք, որ դες սատկեն վերջապես, որ մենք կայնակ փորձ անենք։ Ու սենց սա կյանքս գերավ մոտորապես 5 տարի մինչև մեծացավ։ Այ որ մեծացավ այդ ուրիշ բան է կպատվել դուս
գլուխը։ Հետո ցած էր անում, գալիս էր անընդհատ դե Յոժի բոլոր կանանց ով իր կյանքում եղել է եւ չի եղել, մենք տեսել ենք։ Ու ես ամեն անգամ սենց ցնցվում էի, Յոժը գալիս էր ասում էր հասկանում էր, որ ես տենց փոքր եմ դեռ տենց ինչ որ բոլոր առումներով եմ։ Այո։ Տենց Լեմենակին նա տեսել։ Յոժը գալիս է սենց էր անում։ Աղջի ասում եմ շատ կներեք արտահայտությունը զավեր, բայց պիտի պատմեմ։ Ասում եմ այդ անդերը լվալու համար չի։ Հա, որ զարմանում էր, բամա ասի աղջիկ ջան, դու մեծ աղջիկ ես։ Էդի մենակ լվալու համար չի։ Մեկ օգտագործվում է տարբեր նպատակներով։ Բայց դի շատ նազուտ ուզեր։ Հետո ասել որ մեծացավ, արդեն տեսնեմ ինչ որ ֆորմեկ է ձեռք բերում, բան։ Արդեն վիզև է Հա, ստանում։ բայց տենց ուրիշ կերպ չէր նա, այս վերջի տարիներն է ժամանակ ինձ Դու վատ եմ զգում, ինձ զգում եմ ինչ որ տես մանկապիղծ եմ զգում, որտեվ սա երեխա է եղել։ Ունդն չի ասել, բայց դե արդեն եկականի կա 60-նանց էլ, տես մի 70-ի մոտ։ Տես մի նայել, տես մի նայել է ասում եմ, բայց միևնույն է ինքը ինձ համար մնացել է կոճակ է, որը նստած քեզ խեղտես, որով խանգարում է աշխատել։ Բայց հիմա էլ տենց չեմ յոր։ Հիմա էլ տենց չեմ դիպես։ Հետո Յոժը գալիս էր իմ մոտ յոգա էր իմ հետ պարապում, դեռ ինքը չէր մտել վերվարածներ, ու ես իրան համոզում էի այդ process-ներ, ասում էի Յոժ դե Իդեպ մի բան ասեմ, այդ էլ պատմեմ, հետո դուք խոսաս։ Ես ուրեմն շատ ծանր վիճակում էի, անձնական եւ այլն բաժանվել էի, նոր ոչ գործ ունեի, ոչ բան ունեի, հազիվ ապրում։ Ես Լենան գնում գալիս է լսի, ասում արի գնանք ծելեք, ես տանեմ, մտի վերվարած, ասեմ աղբոր պես, ծելե չունեի ես չեմ նայ երբեք հերոսացուց, հերոսատեսը կապած չէ։ Գնանք ասում եմ, վերջը ինձ զորով ձեռով բռնել քաշ տվել Շանթ հերոստանգերություն, եւ ես իրան այնքան շնորհակալ եմ։ Ես մտա, սկսեցի աշխատավարձ ստանալ վերջապես։ Այն ժամանակով միսիոմշնի 15000 այն ժամանակ փող էր։ Կարողացա համ տան վարձերը տալ, համ երեխիս նայել, համ բան, հետո կամաց առաջ գնացի, այսինքն իմ, այսպես ասած, պլեբեյների հերոս եւ հասարակ ժողովրդի, այսպես ասած, կուրկ որպես դերասան Լենանա մեղավոր, հա, ինքն է ասենք ինձ Ես ինձ տենց էի կոչում, ասում էի, ես ժամանակ ինձ ասում էի, я плязвя, պլյաբիսկե զվյազդա։ Հա, ու տենց ինքը ինձ տարավ, հետո արդեն առաջ գնացի Հոլիվուդում նկարվեցի, մեծ մոմեն, բայց ամենասիրելի։ Հա, իրականում շատ շնորհակալ եմ Լենային, որովհետև այդ ամենալավ դեր իրական որպես նայեմ, ինքը իսկապես շատ ստացված, շատ լավ դեր էր, շատ լավ կոլեկտիվ էր, շատ լավ պրոդյուսեր էր, հա, ու Եկեք վերվարածների նկարահանումներից հիշենք հետաքրքիր դեպքեր։ Ես գիտես ինչն եմ հիշում, Յոժը իսկապես շատ նախ ուզում եմ ասել, որ երբ ասացի պլյաբիսկե զվյազդա, հետո այն ժամանակ ընկերուհիս ասում էր դա քո ամենալավագույն խաղացած դերն է, ու փաստացի այդպես է ստացել, բայց ես իհարկե այդպես չեմ վերաբերվում, հիմա այլ կերպ եմ այդ ամեն ինչին նամ։ Յոժը շատ լուրջ էր վերաբերվում այդ մեծ մամեի կերպարին, նստում էին այդ բոլոր խոսքերը թարգմանում, չգիտեմ ինքը այդ սաղ պարսկերենով խոսում էր եւ այլն, ու ես գիտես ինչն եմ հիշում, ես հիշում եմ քո այդ անեցքները, որտեվ դրանով էր նաև այդ պարսիկները, ես հիշում եմ այդ անեցքը մորդեշուրը, ռիխտե թոբե բարը, դա նշանակում է ինչ-որ գամ մորգում լողացնեմ քեզ։ Մորգի աշխատող գա, ռեխտ լողացնում, այսինքն լավան քեզ մորգում։ Ու ես դա օգտագործել եմ առավոտյան, ես ժամանակին շանս հետ գնում եմ զբոսնելու օպերա ու նոր էին պարսիկները գալիս Հայաստան եւ երբ իրենց մոտ արգելված էր շուն էին տեսնում, իրանք առավոտյան ժամը 6-ին, պատկերացիք այդ Տերյանի շենքի ժողովուրդը արթնանում էր, որտեվ իրանք սկսում էին գոռալ շուներին։ Ու մենք ասենք ժողովուրդ, ես էի Հրանտներ Մովսեսյան, դեղիմ հետ էլի ահագին մարդիկ, Հրանտը Ջեսիկայի հետ էր զբոսնում, Ջեսիկան այս տարի մահացավ։ Շուննա։ Ու դե Ես ոմերրեմ տես չի ասի իմ մասին, գիտես չէ, ոմերրեմ տես իմ մասին Ջեսիկան պաուզա տվեց։ Որտև այդ շունա, Յոշ, այո։ Եկեք չխոսենք դա մասին։ Լավն է սպասի պատմեմ։ Շարունակենք ուրեմն տենց։ Ջեսիկայի մահամանից։ Դե միապես սպասի ոյա։ Ու այս պարսիկները խժում, մենք իրաց փորձում ենք հանդարտել, ժողովուրդ ցածր խոսեք։ Սրանք չի բարձր խոսում են, ասի մի րոպե սպասեք ու կանգնեցի սենց այդի։
Մարդեշուրը ռիխտ է թողը բարը։ Ու սրանք վախեցած փախան էլ։ Ես քեզ էլի քֆուներ եմ սովորացել, բայց դա ասելու բան չի։ Եթերում էլ պետք չի, մեզ նայում են։ Էլի պատմելու բաներ կա, բայց պատմելու բան չի։ Հայդո։ Վերվարածից հիշում ես, որ մեքենայով գնում էինք։ Սյոմկան որ առավոտներ դու դա լավ Դու կպատմես։ դեր էիր։ Դու էլ Մի քանի մեքենայով էի։ Ես Վարդին եմ։ Վարդին էր քո հետ։ Հա, ուրեմն City-ում բրծավ Սյոմկեն, էլի արդեղել է պատմեմ։ Ես էլ շորով եմ, վերվարածների շորով, Wrangler ունեի մի հատ Wrangler-ի ղեկին, ասի լավ երեխեք գնանք ստուդիայում հանվենք, City-ում ինչ հանվենք։ Փոխվենք էլ։ Վարդն էլ Պարիկով էր։ Վարդը Պարիկով, բխուր կերպարները նստած են Անթարամը, Կարինեն, ես էլ Ռուլին մեծ մամը Լաչակով, բա Զակոնի գրիմով էթում են բանով։ Մեկ էլ միլիցիա եկավ, գալի, ասի ախ դալնի բլիժնան то կայնստերի, տտտտարի, մեկ էլ տու կայնեց sense լավ ֆորաշներով ժողով։ Եկավ sense կանելա sense մեկ է սևապակի sense ու ես դայ ասեցա կապիտան դալալոս այսպես մի չեմի կոմիտասում կայնած այնքը քան տարի անց է բայց երբ ասում ես կայնացել հա հա ու մենք հա փախան այդ շատ կայֆ մոմենտ է բայց դա դու երբ հետև դեին նստի հա դա մենք եկել հետևի մեքենայով ախ դու հետևի մեքենայով եք մենք դեռ սովորաբար նկարանից բոլորս ենք դուրս գալիս մի անգամ էլ տենց էլի բոլորս դուրս եկանք մեր ռեժիսորը Ռոմանե Մուշեղյան ինքը նկարման հրապարակում շատ այսպես լուրջ է ամեն ինչը ջղայնանում է բոլորի վրա Սունդուկյանը ինչքան դերասան կա սենց տարիքով էլ բոլորը տենց պաստոյկիս միրնը Ռոմանին երբ տեսնում էին գալ մի խոսքը բայց հենց ասում էին ստոպ ինքը դառնում էր ջրիկ լազված զոզվելի մի հատ կերպով ու մենք այնտեղ վերվարածների տանը բալեր կար այգում մենք այդ բալերը հավաքել ենք ու բալ ուտելով տարբեր մեքենաներով գնում էինք ու իրար այդ կորիզներով մեքենայից մեքենա խփում էինք ու տենց չգիտեմ ինչ եղավ տենց վթարային ինչ որ իրավիճակ էր այդ մեքենան կանգնեց մեջից դուրս եկավ մի հատ կին տղամարդ տատիկ եւ այլն եւ մեքենաներ են սկսում կանգնել վերվարածի ժողովուրդն Արտուրն է Յարը բոլորը սաղ մեքենաներից դուրս են գալիս ինչ ա եղել Վայ Կարինե ջան վայ Արտուրի անունը ֆիլմի ո՞նց էր Արբի Քերի ջան սենց ու մենք սենց լուրջ էլ ինչ ա կատարում ինչ Կարինե ինչ ամեն ինչ նորմալ գնացեք ժողովուրդ ուրեմն Կարինեի դեր ինչի է իրան շատ հեշտ տրվել ինքը մի հատ հետարքի հատկություն ունի դերասանը ինքը մի անգամից կա լացի ասենք յուրաքանչյուր դերասան կամ դրվում կամ լույսին ես նայում կամ աշկը գլիցերին ես կողում չգիտեմ էլ ասենք տենց լացել է մի քիչ զուտ ֆիզիոլոգիական process հա մի քիչ ես օրինակ որ եղել է որ պետք է եղել լացեմ բայց մի անգամից քթերս էլ լցվում բայց ապուշվիչ հիմարություն սենց էս ապա հեչ բեմական չի էլի համար աշխատում չեմ լացում հա բեմա ես կարծում որ դրա իմաստը չկա սա ասում են լացես ու հենց արցուկներն է թումաս իսկ Կարինեն ամեն վարքյան լացում է լացքան զզվելի в общем ինքն է խաղում է դե խաղալու բան չկար էլի ասում եմ ինքն էլ լիմպոյի մոմենտ լացում է ու ոնց խեղճի ժամանակ ժողովուրդը տես լացկաններին սիրում է գիտես էլի հա դժբախտ աղջիկ է նա դժբախտ հաղորդումը միայն երջանիկ հայերի մասին ամբողջ հայոց ծանր պատմությունը դեմքին գրած այսպես Աբդուլհամիդի ջարդերից մինչև այսօր տենց ինքը միշտ տենց է դա համար իրան շատ էին սիրում ինձ էլ էին սիրում բայց շատ էին սիրում զգուշանում էին ինձանից Ինչ կհիշեք հաջորդ պատմությունները, ես ես հյուրասիրեմ, արդեն Սառնարանից նոր եմ հանել, սպասում եմ մի քիչ հալ չէր, նոր հյուրասիրեի մեր հովանավոր Բալմի ընկերության հայկական արտադրության պաղպաղակներ են, որոնք պատրաստվում են բարձրորակ սերուցքային կարագով ու ունեն մեծ տեսականի, շատ համեղ են, ես ելակն եմ փորձում, խոնը վանիլա, Ձերը կրեմ բրուլե։ Ամենա ծիծաղալու պատմությունը։ Դեպք թող յոժը մի բան ուտի։ Մի խանգարեք ես հաց եմ ուտում։ Ես շատ եմ սիրում հայկական արտադրանքներ։ Ես էլ։ Ու որ այսքան համեղ են ու որակով։ Հա, իրական։ Իրոք։ Այո։ Նոր անուն, անկրկնելի համեր, սերուցքային կարագով պատրաստված նրբահամ պաղպաղակներ։
վայելիր համերի յուրօրինակ համադրությունը։ Բալմի, անգամ անունն է համեղ։ Լավ, էլի հիշեք պատմություններ։ Հացը մտնում էր։ Հրավարի վերվարածներից ես մի երկու բան էլ պատմեմ։ Հա։ Այդ ամենաթեժ ժամանակ էր, երբ Կարինեն բաժանվել էր կնյազից, Գորի հետ էր եւ այլն, քրոջս հետ պայմանավորվում եմ, հարազատ քրոջս, որը ընդհանրապես տենց չի սիրում այդ public մարդ, չի այդ ամեն ինչը իր համար վատ է եւ այլն։ Պայմանավորվում ինքը ինչպես միշտ հեռախոս չի վերցնում մամայից, տես զանգում չի վերցնում, չգիտեմ, չկա։ Ես էլ այդ բան Կիևյանի վրա անհարմար տեղ կանգնած, պարկինգի տեղ չկա, մի խոսքով միացրել եմ այդ բաները։ Կարելի է սաուտեմ, թե հետո մյուս հաղորդման էլ եք ես չեմ սիրում Չէ, սա չեմ Կարող եմ սիրում եմ, բայց համերից է ուղղակի ինձ պահ չէ, լավ է, մի համկուտեմ, որ ուղղակի կբլամ։ Հետո Հետո դուրս եմ գալիս, ուզած տեսնում եմ քրոջս Նատանին ասեմ. Նատ, այդ գորում եմ, մեկել այդ պայն միացած ձեռք է գալիս ձեռքից, ու կապտել էր իրականում ձեռքս, ասած բռնում ամ մի հատ բաբուլա ձեռքս։ Աղջիկային է։ Գիտես քեզ սիրում է։ Ինչ գորում, սկսում է գորում, ու Նատան ասած թող քրոջս ձեռը մի կպի, ասեմ Նատ, ասեմ ինքը քեզ չի լսում, անել не слышит тебя, ասած ես փորձում եմ իրավիճակը շտկեմ, թող իմ քրոջ ձեռքը մի կպի այստեղ։ իրականում Կնյազը քեզ սիրում է մի բաժան։ իրականում Նատա, հետո բայց մնայ Նատան նստել է մեքենայի մեջ։ Ես կյանքում էլ քո հետ ոչ միտեղ դուրս չեմ գա։ Ես զսվում եմ, այդ ինչ է, ես ինչ մասնակիցություն ես։ մեր անին համեստին ծեծելու էին։ Հա, ես հիշում եմ, անին։ Որովհետև ինքը վատ կերպար էր խաղում, ինքը չի ընտանիք էր քանում, թե քեմերեցի ընտանիք ես քանդում, բամը դե արի եզին բացատրի, որ դա կերպար։ Ես մի բան ասեմ, ընդհանրապես դա աշխարհում ընդունված բան է, դա միայն Հայաստանում չի։ Դերասաններ կան, որ Երկրագնդի բանը բնակչությունը անվորակ է։ Մեծ մասը։ Եվ այսինքն մեծ մասը չի, զգալի մասը անվորակ մասը է մի հատ։ Իրան շատ դժվար է բացատրել, որ կերպարը դա ուրիշ է, որ այս մարդը կապ չունի, որ ինքը ֆիլմում ասենք բան է էլի։ Ձեզ հետ նման իրավիճակներ եղել է։ Իհարկե եղել են։ Հետո կպատմեմ։ Իմս մի քիչ, որով իմս կատարյալ անասուն ֆիլմից, որ ասենք եթե մեծ մամն է, մեկը կա մոտեցավ, ասես վայ, ես ջահել եք, ասես դերավերի տղամարդ եմ։ Ասի հասկանում ես։ Տենց մի անգամ է եղել։ Մնացածը պարզ է, որ դերասան է ինքը, էլի։ Իսկ Լենայի դեպքում կամ ուրիշների դեպքում իսկապես կային մարդիկ, որ իդենտիֆիկացնում էին եւ դա այն իսկապես են շատ ցածր ինտելեկտի մարդիկ են, որովհետեւ այն մնացածը բնականաբար գնահատում են դերասանի աշխատանքը, գիտեն որ սա եթե անգամ անունն էլ չեն հիշում, ապա դա Կարինեն չի ինքը Բայց հաստատ։ եկել են նույնիսկ այդ օթորակիչը, որ դնում էին խանութում, էլի Կարինե ջան։ Դե Կարինե ինքը դիում է քեզ որպես այդ գիտի քո անունը, բայց ինքը գիտի որ դու կնյազի կնիկը չես, որ դու մեծ մամի թոռը չես։ Սկաժի։ Հա դե արդեն չգիտեմ, կներես։ Իմ կոնդիցիոներ դնողները ինտելեկտուալ մարդիկ էին, այո։ Լավ, թատրոնի գանք թատրոն ու արդեն հանդիսատեսի հետ կամ դերասանների, գործընկերների, խաղընկերների հետ հետաքրքիր իրավիճակներ բեմին եղել են, բացի այն ինչ սկզբում պատմեցի։ Փույլ է։ Թատրոնից չեմ պատրաստվել, որ թատրոնից բաներ իշ։ Թատրոնից մենակ մի բան է տեսել ու հիշել է։ Նա всю жизнь էլ բան չի հիշում։ Բալես տենց է գիտես, չէ։ Ով տեսնում է, ամբողջ կյանքը մենակ էդ է հիշում։ Թուղթու գիրեմ արե։ Ես այդ վերվարածից էլի ամենայիմ համար տենց հիշարժանը դա Միացյալ Նահանգներում երևի 2009 թվականներ ընկերներս տարել են տենց բազար ռեստորան, որ տենց շատ տենց հայտնի ռեստորան, թանկ եւ այլն։ Ու մենք դուրս եկանք մեքենայից ու ես տեսա Բրեդ Պիտին։ Ու այդ պահին ոնց որ անակնկալի եկա ու ինքը իմ այդ հայացքը բռնացրեց, էլի։ Իսկական Բրեդ Պիտ։ Իսկական։ Տես մտինքին Messenger գոլու վիդեոյի հետ։ Տեսա սենց դե բայց դե հետո ինքսից հավաքեց դե հետո ինչ որ Բրեդ Պիտ։ Բրեդ Պիտը ասեց Կարինե։ Սպասի մի րոպե։ Ստեղ այդ ռեստորաններ իսկ աջ կողմից հյուրանոց էր։ Ու այդ պահին հյուրանոցից հայեր են դուրս գալիս, որոնք տեսնում են։ Ես այդ պատմությունը լսիչ լավն է, բայ։ Սենց հարցակվում են իմ վրա, Կարինե ջան, փոչում են մի հատ ստորագրի։ Այս Բրեդ Պիտը կանգնած ես նման սովա։ Բրեդ Պիտի
Մնում լրիվել է յոգում։ Դու Բրեդ Պիտն ես սա, я Ելենա Բարիսյանը, շատ հպարտ կանգնած էի ինձ։ 40 ջերմության երազի պատմություն է։ Հեր Բրեդ Պիտը, սենց։ Բայց նայ մեր հա ուշադիր մոտ է։ Շուշ Դե ինքը մտածում է, տենաս ես որ ֆիլմը բանակ է սովա, որ ես չգիտեմ, ասենք Հոլիվուդի սաղ ասղերին գիտի, բայց սան Կարինե Մարին ես, ասում եմ սով արա։ Սով ես դու աղջիկ ջան։ Բայց լավ, հաճելի բա, հա։ Դե դու քո բախտը բան արեցի, պետք է մոտենայր ասել Բրեդ։ I wait you։ Դու չկայր որ հուշեիր ինչ անեմ։ Օրա ես կպայթեի ուղղակի նախանձից։ Դու նախանձը չես էլ մի սկսի։ Լենա ջան, էլ որ մեգա բան։ Դե մի բան հիշի պատմի։ Ուրեմն տուն եմ սարքում ես Երևանում եւ պանդեմիայի ժամանակ ընկերներս են օգնում, բան մարդը գնում գալի մարդը մի լապատկան բան ակցում։ Արդեն տունը սարքած է, բայց հայտ ենք սարքում։ Ես եմ ու Արտյոմն Կարապետյան, ովշին փորում ենք բան, մի հատ էլ ընկերն ենք Արման Սուլեյմանյանը, բանա ինքը ժուրնալիստ տղա է, ովշին տենց։ Արտյոմը միշտ որտեղ շինարարություն այնտեղ Արտյոմ։ Հա, Մեքենա շինարարություն։ Արմանը նստած է ուրեմն ծխում է, ես ու Արտյոմը ցեմ այնտեղ խառնում, բան մեկը անցնում են, որ ոչ ցանկապատ կա, ովշի բան ասում են դերում են բաբոներ են աշխատում, իրանք այնտեղ տեղ են ման, ասում կներեք էլի տղեն ջան, այստեղ հող չի ծախվում, մեկը նայում են, ես ու Արտյոմը ասում եմ չէ, չի ծախվում, էսի ծախվել է արդեն, բան Արտյոմը, չէ ապճան, բան չկա, Ստեփան, ցեմենտ եք խառնենք, չտեք ворց կենեք, բան։ Մեկ էլ ես մոտենում է բանին, Արմանն էս ծխում է։ Ասա ապեր, ինչ ա եղել, մամաս ասա։ Էս Արտյոմն է Կարապետյան սեքսում։ Հա, մոտ են աշխատում։ Նազենի Հովանեսյանն է կուխրին է սարքում, ասում է գրում։ Սեց է գավոզ, սեց է, Նազենի Հովանեսյանը կուխնին է սարքում, ասենք, ու ես մարդը աշկերս թրած, ես գնաց։ Շատ լավն է։ Ասում եմ չգիտեմ ինքովա, բայց ինքովա, բայց վարորդը Ռոմ պապն է, լրիվ է տա, հա։ Լավ, մի հատ էլ ես պատմեմ ուրեմն։ Են մեկը չպատմես, են։ Չէ, չեմ պատմելու դա։ այդ որն է։ Ուրեմն էլի այդ վերվարածների նոր դե առաջի սերիալներ հերոսներ էինք ընկերուհիս Աննան Թադևոսյան հեռախոսներ կորցրել դա 2005-6 թվականներ այն ժամանակ էլ հեռախոս կորցնել դե կորցրել էր ափսոս էր եւ այլն Չենք կարող գտնել։ Այո, եկել ենք երիտասարդներին ասենք էլի։ Ու Արտոն արդեն լուսահոգի օպերատոր ասում է չգիտակ այդ հեռախոսը ասում եք դե չկարողացար մի հատ զանգ էիր ասել դու վերվարացի Գարինեն ես եւ ուսցիմ էլ մի րոպե անեն ուսի դուր հեռախոսը զանգեցի մի խոսքով տենց հաջորդ օրը զանգեցին ասին եկեք ձեր հեռախոսը գտել ենք արդեն եւ այլն ոչ իմ տենց Մի րոպե զանգեցիր զանգեցինք ոստիկանություն չէ զանգեցինք ոստիկանություն ու ես տենց ընդեղ չես ինչ ա ես ինչա կատարվում ես ոստիկանություն զանգեց, ասեց ցավը տանեմ, всё, սաղ update ենք արել նոր ծրագրերը, iCloud-ը մաքրել ենք, բաման եկեք տարենք։ Հին Nokia-ն։ Պլոնկային քաշեն, ինչ մենք բայց դե կարել ենք։ Ու հաջորդ օրը պիտի գնանք վերցնենք հեռախոսը, անեն ասում է ինչ անեմ էլի մտավ ինչ որ կոնֆետներ վերցրեց, կոնյակ եւ այլն, բայց ասեց ես չեմ կարող տամ, դու կտաս։ Ու տենց տվեց ձեռքս ու գնացել ենք նստել ենք ինքը խոսում է իրանց հետ եւ այլն իրանք ինձ տենց տեսել են նամեն բայց ես չեմ կենտրոնում որտեվ ես դա բռնել եմ սենց ու մտածում լավ ես հա ոնց եմ տալու ես ոնց են տալիս ես ոնց է ընդհանրապես ես ոնց է կատարվում անան խոսեց այս տղամարդը խոսեց մի խոսքով խոսեցին արդեն ինձ բրթում է որ տալուց միշտ հա հետո լվանում եմ ինքը շատ բարդ է դա տալի էլի ասենք հա հետո Զուզեն կերպարես վազդույո Բայց ինչ ոնց տալուց տալու Բայց ես պատմեմ ոնց տվեցի ու փաստորեն պետք է իմանալ ով ինձ օգնելու տալու բարակը մի խոսքով էս օրնան ինձ արդեն բոտ ձերով տուր գնանք Դե տուր էլ այ չի տուր բրձերը ու սենց եմ արել Էլի մենակ լվում արա Սենց եմ անում դուրս դեպքով էլի տենց Կարինեն միացավ ու են ասում իսկ ինչպես դե շնորհակալ լինենք մեկ էլ ես մարդը
Վայ, ես քո ցավը տամ այսօր երեկոյան կարող ենք մեկ էլ անոնցերտս դա վերցնում եմ, շփրտում է իրան, ինձ վերցնում ու տեղից շփրտում է։ Հասկացան ոնց է տալիս ճանապարհը։ Ինչ որ մեկը պիտի վերցնի։ Քիչ եւնում շնորհակալ ենք, խերվեինք։ Սաղ դուզավ խերվեինք, Լենան շնորհակալ եղավ։ Վերջը 6։ Ալադեց։ Տվեց։ Աստված տվողին ատա։ Էտիմացի, տենց։ Շոկեցինք սուս։ Հա, միացնենք կոնդիցիոներ։ Չէ, խոսում եմ, մոտս կլիմաքս է ուղակի։ Սենց շոկում։ Հա։ Կուզեք էլի պահպանալ։ Չէ դեռ, չեմ պրծել։ Ասեք։ Չէ, ես մի քիչ սոկ կրծրել էլի, հա։ Որից։ Այդ որը առած շաբան է, որ շատ քաղցր չունի։ Չէ, դա այն չկա, լավ։ Քաղցր չեն իրեն։ Հա, որ քաղցր չի, լսրա, որ դեռ մի քիչ։ Հետո էլի պատմություններ։ Ժողովուրդ, եկեք ոչ թե պատմություն անենք, այլ մի քիչ կոչ անենք, որ Ֆորմատը փոխում գաց մեր ներկայացումներին։ Այո, նոր ներկայացում։ Наконец догадалась, зачем мы пришли։ Տենց ուրեմն նայ։ Պետք է բնական խոսքի մեջ ասենք։ Դե բնական չես տանում, ընդից ասեք հասար ասում։ Ուրեմն նայ։ Լավ, եկեք նորից։ Ուրեմն աղջիկ նայ։ Մենք Նորից սկսենք։ Հայ հանդիսատեսը շատ կարոտել է ձեզ բեմի։ Ինչ եք ասում։ Նոր ներկայացում կա։ Բոլոր ծիծաղալու պատմությունները Յոժիկը պատմի ներկայացման ժամանակը։ Ոչ մի ծաղալու պատմություն ցավով։ Ինչ ներկայացում է։ Տարից քեզ հետ մի հատ ներկայացում եմ արել, երեք շատ լավ անցավ հանդիսատեսը, շատ լավ ներլիկներ, շատ լավ լացեցին, ծիծաղացին, բանի, ծիծաղալ ներկայացում չի իրականում, ինքը տենց դոկումենտալ տրագիկոմեդիա է, տարբեր кейսերի վրա սարքած, մի ժպտախնդալ ներկայացում չի։ Հա, շատ լավ անցավ ու երևի էլի խաղամ Կամերային թատրոնում։ Այո, կամերային խաղացի։ Ես աշուտով բացում արդեն Սարի թատրոնը, այնտեղ ստենդափներ կանեմ, Լենան կգա էլի քիչ դիկանանդե, ինքը միշտ գալիս է, շատ եմ սիրում, որ Լենան գալիս է ներկայացումներին, շատ, նախ իր գնահատականը ինձ համար շատ կարևոր է։ Ես գովքս ես անում Յոժ։ Պատրաստվի, դու տալու գործաբացվի։ Արին քեզ հետ։ Հենց այսպես է կոչվում այն ներկայացումը, որը կամերային թատրոնում է։ Տարինց քեզ հետ, հա, չէ, Լենա իսկապես դերում Սերգեյ Դանիելը։ Շատ է դուրս գալի, որ գալիս են գոլեգաներս, մանավանդ Լենան։ Դրա համար Լենա ջան, միշտ Բայց որ այն ներկայացումներն ես խաղում Սերոժիկը, այն ինչ որ քո անձնականի հետ է կապված, պատմա մամայից, տատիկից, մամային, պապային տեսել եմ ու իմ համար ես տենց բարձր հրհրում եմ միշտ։ Իմ բոլոր ներկայացումները իմ մասին են, բայց այս ներկայացումը տարինց քեզ հետ իմ մասին չի, դա տարբեր հոգեբանական кейսերից հոգեբանն է տվել պատմությունները։ Սարքել ենք մի հատ ինչ-որ մի տենց երապատում է, շատ լավ գնաց, շատ։ Լենան էլի չեկավ, կամ շուներ ստերջացնում, կամ շուներ մինչև, կամ բեղմնավորում, չգիտեմ։ Օթորակիչն էին դնում Օթորակիչն են դնում, որ շները լավ բեղմնավորվեն։ Որպեսզի մեզ հետևող մարդիկ ճիշտ հասկանան, Լենան ունի շնիկների խան։ Դեռ որտեղ որ շնիկների խան։ կենթանի։ Գրումինգ էլ ան։ Ես իմ եղունգները ընդեմ կտրում։ Ես իմ եղունգները ընդեմ կտրում։ Ոզդիների եղունգները ընդեղ են Հա, ընդեմ գրում։ Այդ օթորակիչը երեք դնում էի, որ դու գաս հով, զով, հասկանում ես, Հա, որ կտրտեն։ կամ կտրտեն։ Կարևորը եղունգները կտրտեն։ Եվ ոտերից եղունգները բան բիկինի անում է շներին։ Ամեն ինչ քեզ համար Յոժ։ Կգանք, հա, անպայման։ Շունիկներից ինչ պատմություններ կան։ Շունիկներից, հա, պատմություններ կան, շունիկների պատմությունները սովորաբար իմ հետ, իմ անձի հետ են կապում, որովհետև դե մենք շատ բարդ ժողովուրդ ենք։ Ովքեր դու շանաղջիկ ես։ Այո։ Հետո Դու մի պատմություն նորմալ պատմում։ Ասակյան։ Որ գալիս են միշտ մեր հաճախորդները իրենք շատ տարբեր են լինում, սենց են ուզում, նենց են ուզում, սխալ են բացատրում կամ բերում են պուդիլներին, պուդիլ են հիմնականում պահում, որտեղ մաս չի թողնում, քեյչոտ ինքը, բայց ասում են ես սենց ինչ-որ պրիչոսկա եմ ուզում, սենց եմ ուզում, նենց եմ ուզում։ Պուդիլն է ասում։ Պուդիլն է ասում, հա։ Ու դա հնարավոր չի բացել, այնտեղ ասում են պիտի կտրեն եւ այլն, կամ ինքը չգիտեր, չէր պատրաստված, չէր որ տենց կարճ կլինի, եւ սովորաբար իրենք հետո բարի բուն իմաստով բռնում են այդ բարիսենկոին, հազիվ ձեռներն անգեք ու թաղում են, վերջի չէ, նախավերջինը մի հատ կին էր, որը ինձ
ինչ ասեցած ես գիտեմ դու ինչ ես տենց արել, որտեվ դու երեխա չունես։ Դու դրա համար ասում որ ես երեխա չունեմ, շարմազերը դրա համար։ Դրա համար Գրումերս խոսել կտրել։ Հա, վեսենց ինչ որ տենց ան երևակայ։ Բայց դա կիրա շուն պահները տենց եզ չեն ըլնում, էլի, դրանք մեծ Գիտես մասը։ կան մարդիկ հատկապես նայ մարդասերները, պուդիլները, տես ինքը պուդիլը պահում է, որտեվ մաս չի թողնում, հասկանում ես, ինքը արդեն այն կատեգորիայից է, որը մտածում է։ Ահա, արդեն ինքը բանա, հա, տենց արդեն բանա, տենց։ Արա շուն ես պահում դիմաց թողն։ Ես ժամանակ շուն չեմ պահում։ Մեր տան միական ասունը ես եմ։ Ես չեմ։ Դու սարի թատրոն, բայց դրսում ես հա։ Դե դուրս հա կարող եմ։ Չէ, ես չեմ սիրում, որովհետև Հայ չեք խնդում արա։ Դու մաս թողնում ես, յոշ։ Ջան։ Մաս թողնում ես։ Դրա համար սա կդրեմ, սա բան։ Դա տես։ Չէ, հա, ես չեմ ամառում որ շունը չպիտի տա։ Դե լավ, յոշ, տենց սխալ ագիտացիաներ եմ չեմ իսկս։ Բայց չեմ սիրում, չէ, մազեն թողնում։ Գալիս են տեղա շուն դա պարկում են, բան չեմ ուզում, յա, չէ։ Երեխեք քանի տարի Հա, երեխե շուն չի, այ քեզ բան արա։ Երեխեն մաս չի թողում, չի լպստում ամեն ինչ ես բան։ Չէ, ասում է երեխան շուն է ուզում, չի ասում։ Երեխե շուն է ուզում։ Ես էլ մի ասել են չեմ ուզում, հետո։ Ես էլ եմ շատ բան ուզում, բայց ես պահում եմ, չէ։ Չէ, շունը այդ ամենավատն է, որ երեխեն մեծան բան։ Երեխային շունիկ են նվիրի, այ շունուց կան նվիրել։ Բայց հետո երեխեն նայելու է, չանը, պարզը որ մեր խաղալու է, գցի ենք ում, հետո հոլում որ վրա է մնում, չէ։ Դա մեծ պատասխանատվություն է կենթանի, բայց դրա համար չեմ սիրում։ Ես անպատասխանատու մարդ չեմ։ Դրա համար չեմ սիրում պատասխանատվություն, ես երկու երեխա ունեմ, կնիկ ունեմ, ինձ ունեմ։ Հերիկա։ Ես պատասխանատու մենակ իմ տանիքի մար, ես զալլա չունեմ, մի հատ է կողքից ինչ որ հավ միավ Ինքը քո միավ։ ընտանիքն է դառնում։ Չեմ ուզում ախպեր ուզելամ էլի կբազմանա ընտանիքս, չեմ ուզում։ Լավ է, նորմալ է, զավոդը փագա վերջ։ Կոլխոզի ցուլ չենք մենք։ Իա, ամեն կնոջից մի երեխա, ասում ամեն երեխա պիտի մաման ունենա։ Ամեն կնոջից մի երեխա չես ունեցել։ Մեկի չեմ ունեցել, մենացեսներ ունեցել եմ, հա։ Չէ, չեմ ուզում, իսկապես բարդ բան է, շա, որ տեղից պահում է շուն մեծս։ Հա։ Մի հատ շուն, մի հատ կատու, մի հատ կնի, ուժս։ Ուժս։ Հա, սաղ տունը մազ, բան, սաղ, սենց, արա լավ էլի աղբոր պես արա։ Շունը պիտի դուրս ապրի։ Դուրսը եթե մանավանդ մեջ է, պուճուրները։ Հա, իմն էլ։ Շունը պիտի մեծ լինի, ներզո։ Շունը պիտի մեծ լինի, այնց բան լինի, որ դուրսը զգացվում մարդ կա դուրսը, էլի, հասկանում ես, ինքը հա, ասենք ինքը Դուրսը մարդ կա։ Հա, ինքը բան է, այդ է անդամ է, տան անդամ է, ինքն է Բայց դրսում։ Հա, ասենք համ կերածնա կերած, համ քակածնա քակած, բան ինքը կամ։ Դե պուջինիկների գինի դե, ունեցել իրպեն, նենցել հաջմարը ու 10 մի հատ Հիստերիկ է։ Յոժը կուսակցություն ուներ այդ անունով։ Չէ, այդ որ ինքը հիմա նոր ասեց ժամանակ։ Ու ես շատ ժամանակ որ չի ուզում այդ բառը օգտագործել, ասում եի յոժի կուսակցությունից։ Հա, չէ, դրա համար ես մանավանդ այդ պուճուրը դեկորատիվ շները, որ տենց ասենք իրանց սարքում են հատուկ, որ հետո Ես ամեն ինչից հետո կարելի ասել կուսակցության անունը։ հետո իրանց Դե հա։ բանը, իրանց մենակությունը, այսպես ասած, բանանն էլի այդ չէ, չեմ սիրում։ Իմը չի էլի։ Հա, հասկացանք։ Հա, իմը չի։ Թողել ենք երկար Հա, ո։ Դու քանի շուն ունես։ Այս պահին մեկն է, որովհետև անցյալ տարի մեծ շունիկս, որը փոքր էր չափերով, գնացրեցինք, համահացավ։ Հիմա պուճուրս, որը մեծն է։ Այստեղ գոնե լացի յոշ։ Դե լավ բայա։ Լավ։ Ուրախ բաներ հիշենք։ Դες ինչ լավ է ստացվում յոշ։ Այս լույսին ես նայում դրա համար Բայց չեմ ստացվում։ անում, չէ, բանը կողել եմ, աշկս եմ կողել, դրա համար դա բլը չուզվել եմ։ Բայց դու հազիվ ես, չես զսպում։ Իմ ոչ լացեմ չէ հիմա։ Այլ կլաց իրան իշկա է։ Չէ, նու իրական այդ էլ է ահավոր։ Պահում ես կապվում ես հետը։ Հա, շատ ընտանիքի։ Հետո իսկ շները մարդուց քիչ է ապրում։ Հա, շատ։ Ու հետո ես պատկերս եմ, այդ մարդ այդ որ այդ շունիկ ասենք հետո չկա, սատկում է, ահավոր վատ է զու։ Зачем этот геморрой тебе? Вот зачем? Հետո Քեզ ինքան սերա տալիս ընդ։ հայ հետո մերրում է լավ, հա։ Դե հիմա պիտի քիչ-քիչ սովորես, որ այս կյանքը Ահա։ Իրանք մի քիչ ավելի կարճ են։ Դե չէ դե լավ չի բանա էլի։ Դա համար չէ, ես դա իմը չի, չէ։ ինքը իրականում վախենում է Հա։ ուզվելուց։
Իհարկե վախենում եմ, որ Պաշտպանում կապվում ես, իրեն։ բա կենթանի է, նայ, երեխեն, երեխեն որ ունենում ես։ Հույս կա, որ ինքը կմեծանա եւ կհասկանա ինչ որ բաներ։ Ինքը մեծանում դառնում է մեծ մարդ։ Կա որ կմեծանա Իսկ շունը երեխա է 5 տարեկան ու 15-20 տարի նույն երեխեն է։ ու չի մեծանալու Ու չի մեծանում, ինքը երեխա է անում, արդեն պարավել է, հիլզե արտեսա, Բայց ես քեզ մի բան ասեմ, խորհուրդ եմ տալիս կամ շուն կամ կատու, բայց ոչ թե մուտքից այն կողմ, այլ ներսում, գիտես ինչու։ Որտեղ դու արդեն մեծացել ես, իսկ կենթանիները սովորաբար Մտածում են։ վերցնում են իրանց վրա Մտածում են։ հիվանդությունները, Այ, երբ որ գոնե քեզ ես- կբուժի յոժ։ Ես ամբուժելի եմ։ Ես մի հատ բան եմ մտած։ Այ երբ որ ես լինեմ արդեն այն տարիքին, որ հաստատ համոզված եմ, որ 10 տարուց ավել չեմ ապրի, այդ ժամանակ կարող Որ է։ չտեսնեք Հա, որոստը։ թողինք ինձ թաղի։ Զալական է, հա, այդպես։ Հա։ Իսկ հիմա ես հələ հույս ունեմ, որ սպասի չեմ գտնեմ որս։ 3։ Հա։ Ես, հա, 3-ը։ Ես հույս ունեմ, որ մի 20 տարի կապրեմ ոնց է չլինի, բայց շունը մի 10-12 տարի ապրեմ։ 10 տարի հետո 10 տարի հետո գամ քեզած մեր շուն կառնեմ։ Ես շուն չեմ Դու կծաղմը չի Լավ կգցնեմ կոկնես կամաչ, էլի, հա։ Բայց պիտի դες չէ, նորմալ մի հատ նորմալ շուն, մարդ ունի, դուրս էլ։ դուրս էլի։ Հա, բա ոնց։ Հա, Սարի թատրոնում էլ կպահե։ Զարի թատրոնն ուներ շուն։ Որտեղ որ մնա, արդեն չկա, ինքը յարդի մոտ է այդ շունը։ Յարդի մոտ է։ Պահել եք շուն։ Դա մեր հայաթում ապրում է։ Հետո արծում են ասի, դավայ, վեկալ ու յալա։ Գնա Երկուսին հանեցիր։ Չէ, ինքը ներքևը տուլա արևան չեմ։ Չեմ հանա, ինքը ներքև ապրում է, դե տայլ է շուշուն։ Ես ասի, ես չես փողոք չեմ։ No։ Իսկ Սարի թատրոնում այս ամռան ընթացքում կլինեն ներկայացումներ։ Եթե վերջապես սարքեմ, ես հիմա սարքում եմ, իդե պարից օգտվելով շնորհակալություն հայտնեմ հանդիսատեսից, որը որ իմ թատրոնին հատկացեց գումար, հավաքեցին փողը GoFundMe եւ ես արդեն սկսել եմ շինարարությունը, շատ լավ է, ապրեք ժողովուրդ ջան, շատ շնորհակալություն ձեզ, խոսք եմ տալի, որ կսարքեմ ու կանչեմ ձեզ։ Դե սպասում ենք անհամբեր։ Բայց դա ֆոնդը բաց է, չէ՞։ Հա, եթե կարաք մի քիչ ուղարկի կբաց չի։ Որովհետեւ երբեք շինարարություն չգիտես, թե ասեմ, մեկ է տեսար ավելացա։ Ասում եմ, որքան պլանավորում ես, հետո կրկնակի պետք է լինի։ Հա, Ծախսը։ հա։ Դες բանկա դամանից եմ վախում։ Որ հանկարծ Շերիկի եւ Սևերեսը լեն, որ հանդիսատեսը բայկեների գալ։ Շիֆերի կեսն եմ արել, իման, բայկեների մի հատ բան, լավ չէ, էլի։ Հա, հա։ Մի անգամից ամբողջ գումարը թող հավաք։ Հա, հա։ Ոբշի լավ, տենանք, ասված առաջ էլ դիմա։ Ձեր կենաց աղջներ ջան։ Հա։ It's almost time. Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Step by Step Group-ը, որը միավորում է մի շարք բարձրակարգ շինարարական նախագծեր։ Նրանց նախագծերից են Շուշի Palace-ը եւ Step Construction-ը։ Ընկերության նպատակն է հաճախորդին հանձնել պատրաստ, մտածված եւ բարձրորակ վերջնական արդյունք առանց ավելորդ հոգսերի։ Իրականացնում է առանձնատների, բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, ինչպես նաև բնակելի հասարակական եւ արտադրական նշանակության տարածքների շինարարական աշխատանքներ։ Վստահությունը ձեզնից հուսալի արդյունքը Step by Step-ից։ Քայլ առ քայլ դեպի հուսալիություն։ Step by Step։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա։ Step by Step Group։ Սերգեյ, նրանցից մեկի հետ պետք է մեկնեք շրջագայության 3 ամսով։ Կանոնն ասեմ։ Ում կընտրեք, չէ, ես առաջարկում եմ տարբերակներ։ Աշոտ Ղազարյան, թե Ստեփան Փարթամյան։ Դե ադրես իրես։ Երկուսն էլ շատ լավ ընկերներ են, գոլեգաներ Դե են։ ինչ որ մեկին ընտրի։ Որպես ընկեր, հա։ Փարթամանը ավելի լավն է։ Փարթամյան թե Մկրտիչ Արզումանյան։ Ատես Ատեն։ դեպարտամանն է արդեն հասկացանք, մի հատ մկոյի փորձենք։ Մկո թե Սուրեն Շահվերդյան։ Մկո։ Սուրե Շահվերդյան ընտրի։ Չեմ ուզում։ Հետաքրքիր կանցնի։ Ոչ մի հետարքի բան չկա։ Սուրի լավ գիտեմ, մկոյին են քանա չէ, հետո։ Մկո թե Անդո Հարությունյան։ Անդո, Անդո թե Ռաֆայել Երանոսյան։ Ռաֆայել Էլենոսյան ու Անդո։ Չէ, մեկին պետք է ընտրեք։ Լավ, Անդո հետ գնացինք եմ Ռաֆոն, հա։ Լավ, անցնենք աղջիկներին։ Ռաֆայել Երանոսյան թե Եվա Խաչատրյան։ Ո՞վ։ Եվան կամերային։ Հա, Եվան, հա, Եվան, հա։ Կա պարզ է, յո, լավ ֆոյկը Եվա, պարզ է Եվա հետ կետ։ Եվա Խաչատրյան թե Իվետա Եդիգարյան։
Իվետա, վա, Իվետա, Իվետա Եդիգարյան թե Գոհար Հայրապետյան։ Լրագրող, շատ մտերիմ եք։ Գորամ, գոր է։ Վա, գոր է, շատ են կրվե, հա։ Հա, գոր։ Գոհար։ Գոհար թե Արտյոմ Կարապետյան։ Գոր։ Եվ վերջին հարցը։ Գոհար Հայրապետյան թե Արթուր Հակոբյան։ 3 ամսով շրջագայության եք մեկնում։ Չէ, գորը ավելի տարքիր Արտուրի կապլի խոսա։ Շատ լավ, Գոհարը հաղթեց եւ Ելենա։ Ինչ։ Всё. Բայց չես տալի բան տոմս գնանք գորի այդ ֆրանկ։ Այ բիհա, յան ինչ։ Բայց ես բերեմ դրամ որ վերջապես գորի այդ գնանք ֆրանկ։ Դե համար է գոհարին ընտրում։ Կմտածենք դրա։ Բորիսենկո։ Այո։ Նրանցից մեկի հետ պետք է հյուրախաղերի ժամանակ կիսես սենյակը։ Ում կընտրես։ Նարինե Պետրոսյան թե Սաթենիկ Հազարյան։ Նարինե Պետրոսյան։ Նարինե Պետրոսյան թե Զառա Սահակյան։ Մետաքսա Սիմոնյա։ Նարուսիկ։ Նարինե թե Արաքսիա Մելիքյան։ Դե Նարուսիկ։ Սխալ տեղից եք բռնել, որովհետև Նարուսիկին տենց ոնց որ Շատ մտերիմ եք։ մտերիմ քիչ ենք շփվում հիմա, բայց մենք ոնց որ նույն մանկապարտեզից ենք չնայած նույն տարիքային տարբերությունը։ Լավ, Նարինե թե Տաթև Հովակիմյան։ Նարինե։ Նարինե թե Անի Լուպե։ Նարինե։ Նարինե թե Անահիտ Կիրակոսյան։ Նարինե։ Նարինե թե Իրինա Դանիելյան։ Նարինե։ Նարինե թե Քնարիկ Զաքարյան։ Նարուսիկ, կներես գնամ մի քիչ քնարիս հետ այդ շատ կարևոր է այսօր որ սենց սիրունացել եմ քնարն է։ Էսի լատենտի լեսբիանկա։ Ոչ։ Չէ։ Մենայ։ Մի ասած այս բաներ տեղից խոսում են։ Այդտեղից խոսում են, ճիշտ է, այս բան մոմենտ կար, խոսում են դրա մասին։ Ճիշտ է, վերջերս ինչ-որ մեկը ասել։ Վերջերս մի 20 տարի անց։ Ես շեշ խոսում եք, յանի չեմ դառնում։ Հիմա դուս են դել, յան տղամարդկանց շատ ատալի մի հատ տեղ աղջիկ, չէ, հա։ Քնարս։ Քնարիկը հաղթեց։ Այո, ես մաղթում ձեզ լիքը հյուրախաղեր, նոր հիշողություններ, ասում ենք առաջ ու խաղում ենք գուշակիրով։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, եւ քանի որ ամառը եւ դուք պատրաստվում եք ճանապարհորդել, առաջարկում եմ օգտվել Արարատ բանկի Mastercard World Travel Card-ից։ Տարեկան 6 մուտքի հնարավորություն launch key ձեր, ինչպես նաև ձեզ հետ ճամփորդողների համար։ Տարեկան 6 fast track ծառայության հնարավորություն։ Ապահովագրություն, որի ծածկույթը ներառում է շտապ բուժօգնություն, թռիչքի ուշացում կամ չեղարկում, ուղեբեռի կորուստ կամ ուշացում, դրամական միջոցների կորուստ, փաստաթղթերի փոխարինում եւ այլն։ Տարեկան 1 GB ինտերնետ ռոմինգի հնարավորություն, global roaming։ Ու երի շատ հատուկ առաջարկներ Mastercard-ից, այնպես որ շտապեք բանկ, ձեռք բերեք Mastercard World Travel Card-ը եւ ճանապարհորդեք աշխարհով մեկ Արարատ բանկի հետ։ Այսինքն Չէ, միայն այո կամ ոչ։ Չէ, օգնելով, յուս։ Հա, ու ինքը պետք է Ես պիտի գուշակեմ։ գուշակի։ 10 հարցով նենց պետք է անեք, որ չգուշակի, որ պատժեք։ Ոնց եք պատժում։ Ոնց ուզում եք, այս բարագայով։ Պատժեք ինձ։ Յոշ, սա սկսել ենք արդեն, հա։ Մենք իրան ճանաչում ենք, թե ես եմ ճանաչում իրան։ Այո։ Մենք ճանաչում ենք։ Այո։ Վերվարածներից, հա։ Այո։ Իսկ ինա թե տղամարդ։ Այո կամ ոչ պիտի պատասխանեմ։ Այո կամ ոչ։ Ինքը սենց բարեմասնություններ ունի, թե ներքևը միայն բարեմասնություններ ունի, թե վերևը։ Այո կամ ոչ։ Ոչ։ Ոչ, ոչ, որ մեկը ոչ, երկրորդը թե առաջինը։ Մի հատ հարցերի տուր։ Ոչ։ Շատ հարց ես տալիս։ Մի հատ հարց ասեմ, Մի այդտեղ։ հարց տուր, որ կարողանա այո կամ ոչ Մի ասել։ հարց։ Թեյով հարցեր մի տուր, էլի։ Լավ։ Սենց թե սենց չի կարա տենց ճիշտ պատասխանել։ Ինչ հարց տամ, յոժ ինչ հարց տամ, գեղեցիկա։ Ոչ։ Դու ես։ Յոժնա։ Ոչ։ Չորս հարց։ 4 հարց դեռ ունեմ։
Փաստորեն մենք հասկացանք, որ վերվարածներից է, այո։ Ու չիմացանք բարեմասնությունները որ մասում են, վերևում են բարեմասնությունները։ Աղջի ջան, տղամարդներ, կիններ վերևում, ներքև բարեմասություն։ Դե չէ, տենց կանացի բարեմասնություն, ոչ կանացի բարեմասնություն։ Դե ասա, տղամարդու թե կնոջա, ո՞նց է լասեմ, այո կամ ոչ։ Տղամարդու բարեմասնությունը թե կանացի։ Դե լավ։ Դու դպրոց ո՞նց է։ Բաց։ Քո դպրոցն եմ ավարտել։ Մի հարցը ձևակերպի, ասեմ այո թե ոչ։ Դե չգիտեմ ոնց ձևակերպեմ, Ասա վերևը շքեղա։ Հա, դե վերևը շքեղա, տասակով Ոչ։ Տարիքով է։ Ավելի քան ես։ Այո։ Քանի հարց մնաց։ 2 Մազերը երկար է։ Ոչ։ Վերջին հարցը։ Լացում է իր համար։ Այո։ Յարդնա։ Վերջ 10 հարց հնչեց, հիմա պետք է անուն Ոչ։ հնչեցնել։ Պատժելու եմ։ Պատժել, պլոտկա ունեք։ Շախ։ Պատժի, Գիտեմ պատժի։ ով է, դե ինչ որ մեկն է վերվարածնես, բայց չգիտեմ։ Դե Անուն ասեմ, լավ։ Սեպուհն է։ Հանինայ։ Ծեպուհը չի։ Ասեցի դու ես։ Ես չեմ մեծ մամնա։ Ո դու բանը չես, են բազարի են կնանիքից չես, որ վայ, ես մեծ մամնա։ Դե պիտի ասիր մասամբ հապ։ Ես չեմ ասում, չես Չես ուզում ես ես պատժեմ։ Ոչ։ Իսկ ես շոտ եմ ուզում։ Յա, այսին այողա ջոգում ես, հա։ Թե դու չես Դուք արտավոր։ եք հարցեր տալիս։ Հա։ Դուր։ Դերասանության հետ կապ ունի թե չէ։ Այո կամ ոչ։ Բայց իրական Արա, բայց ողնա գիժ արա։ Որ դու էլ իրան պատժես։ ոչինչ, չէ, թողեք ինձ պատժի, հետաքրքիր լինի։ Ոչ։ Բայց կարա երկուսդ էլ իրար պատժեք։ Եթե ինքը չգուշակի։ Էսի վերջը լավ վատ Չի ապրել ես։ գուշակ, ինքը չի գուշակելու։ Okay։ Դրա համար կարող Մի ենք հուշի ամ։ Ուզում եմ ես ռումբը տրակի այսօր։ Դե հարց տուր, յո։ Հանային մարդա թե ոչ։ Հանային մարդա։ Այո։ Չաղա թե նիհար։ Այո։ Ապրես։ Չես հասկանում, որ դե հարցերը ոնց են տալիս։ Չաղա։ Ոչ։ Ես իրան միայն տենց եմ տեսել, տենց չեմ տեսել, չգիտեմ։ Մասամբ։ Այո։ Հայաստանում ապրում։ Ոչ։ Ամերիկայում ապրում։ Այո։ Ստեփան Փարթեմանն։ Այո։ Ոնց իմացար։ Ոնց իմաց, բայց ոնց գուշակեցիր։ Հա, որ ես չեմ ճանաչում, տենց։ Որտե փուշեցիր։ Դե Դեսիր մենակ այսքանով եմ տեսել։ Մենակ իրան ենք տենց տեսել։ դե լավ, պատժի։ Ընտիր։ Հենց այնպես հաղորդման գործընկերն է D-Energy ընկերությունը։ D-Energy ընկերությունը առաջարկում է իր ծառայությունները դիմումից մինչև միացում։ Մասնավորապես 6-ից 10 կՎ բաժանորդների եւ բազմաբնակարան շենքերի կառուցապատողների համար, որն իր մեջ ներառում է անվճար խորհրդատվություն, նախագծային եւ շին մոնտաժային աշխատանքներ, շին թույլտվության ստացում եւ գործընթացի փաստատավորում։ Վստահեք պրոֆեսիոնալներին, խնայեք ձեր էներգիան եւ դիմեք D-Energy ընկերություն։ Սիրելի հայ երգիչը։ Ֆորշը։ Անդրեն, Սիրելի հայ երգչուհի։ Տաթևիկ Հովանեսյան։ Լավ բան ասի։ Արփենիկ Հակոբյանը։ Ձեր ամենասիրելի երգը, որ միշտ կարող եք լսել։ Բոլոր ժամանակների։
I'm gonna leave you baby. Zeppelin. Thrill is gone. Բանա BB King։ Իսկ սիրելի ֆիլմ։ Գիշերն է նոչը Անտոնյանի, որ իմ համար Վասանո պորրու է, Անունը չեմ իջում, սաղ սուժեն նույնն է սաղ Պալվոչն էքսպրես։ Սիրելի սերիալներ նայում եք։ Չէ։ Լավ, որն է եղել ձեր առաջին աշխատանքը։ Մեր բարոցները։ Սապաց ուզում հիշեմ։ թատրոնում փոքր։ Թատրոնում բեմի բանվոր եմ եղել։ Իսկապես։ Հա, մազի մոտ Լուսահոգի Մազմանյանի մոտ բեմի բանվոր եմ եղել։ Բեմի բանվոր եմ։ Մի 2 տարի։ Չէի խաղում, բայց Չէ, հայ ինձ ով է շանտեղ դնում։ Հետո եմ խնդրել դուս եկե բեմ, բա, տենց։ չէ, ես միշտ դերասան եմ եղել ու միշտ Դե որտեվ խաչի գբուճի Կոճակը։ Կոճակ էր։ Մուկուշներ ու կոճակներ։ Եթե ձեր կյանքը ֆիլմ լիներ, ինչպես կանվանեիք։ Անհանգստանում եմ։ Ֆիլմներ ինչպես կանվանեինք։ Յոժիկ Տումանի։ Եսի։ Շուհավանում չեմ Դե կարող։ քոնը Յոժիկ Տումանին է, հա, շատ նման ես ամեն։ Ես հա, երևի բան է, Ելենա Прекрасնեն, papas որ տենց իմ անունը դրել է Ելենա։ Ես որ փոքր եմ, ասում եմ, ինչ Ռուսիա անուն եք դրել, ես ինչ Ելենա է։ Դա հունական Բարիսենկո Ազյան ռուսա ես, ես ռուսա։ Դե հիմա դե տենց կոմպլեքս ունի։ Քեզ բանա։ Բայց ես փչացած չի։ Ծաղ ռուսերը։ Կոնե ստատուսին համապատասխանես ռուս կարգին ես։ Քեզ ուստեր աննա դուս, կե ռուսա։ Բացածա, չէ։ Եթե սաղ, օ լավ է չեմ ասում։ Որ հայտնի մարդու կյանքով կուզեիք մեկ օր ապրել։ Սերգեյ Դանիելյանի կյանքով եմ ուզում մեկ օր ապրեմ։ Հա։ Ես էլ Սերգեյ Դանիելյանի կյանքով կուզեի ապրել։ Չեք ուզի Բրեդ Պիտի կյանքով Չէ։ Հետաքրքիր չի։ Լավ, որ մուլտֆիլմի կամ ֆիլմի հերոսին եք ձեզ նմանեցնում։ Ասոցիացիա։ Ես Յոժին կարող եմ ասել, Յոժը թող ինձ ասի, ես իրան։ Ես Յոժին ինքը այսինքն հստակ չեմ հիշում ֆիլմ մուլտի անունը, Բաբկի Յոշկի։ Երգում են նույնիսկ խուճուճ մազերով, տենց ոնց է որ դուրս է գալիս, из болота вылезает։ Հա։ Ես կգտնեմ այդ պահը, ձեզ Հա, այո, այ լիտուչի կարաբել։ Հա։ Բաբկի Յոշկի там ոնց որ դու լինես։ Հա, շատ լավն է։ Ու երգ կան, դե երգում են։ На Бабки Յոշկի դու ես։ Դե հիմա Белоснежка и 7 гномов. Ты Белоснежка, я старший гном. Որն է ձեր։ Ну, красная шапочка тоже ничего. Саги Шувайлеса, ремикс Дереса. Ну, ничего, да. Маньяк. Որն է ձեր ամենատարօրինակ սովորությունը։ Վայ։ Ես ունեմ մի տարօրինակ սովորություն, բայց դրա մասին տունը մարդ չգիտի, ասեմ։ Ինձ համար, ասենք, սեղանը, որ սրբում եմ, չէ, կարող եմ մի բան կաթագեդին, այդ նույն շորով կարող եմ գեդինը սրբեմ։ Ուժ, էդի որ իմացել են, կնիքս որս պետք է կողի։ Լավա չասեմ, էդի կդրեք։ Լուրջ եմ ասում։ Լուրջ կտրեմ։ Չէ, հա, խոսում եմ կտրեք։ Չէ, հա։ Բայց կզարմանա Աննան Բայց իհարկե։ շատ ահավոր բան եք անում։ Ահավոր բան։ Անում ասում, արա դու ապուշ է։ Հետո գիտես ինչ, հիմա բան կա, Բայց այդ շորերը բանում շորեր կա, հիմա շորեր կա, որ ռազով է, ռուլոնով, տեսել ես։ Հա, դե։ Անեցում, արա, ինչ լավ է, էսի արդեն ռազով է կա, շփորտում։ Իսկ առաջ չէի շփորտում։ Ասում լավ դե մի վարքան էլի բա դու միշ։ Ու հետո էլի։ Հա։ Հասկանում եմ որ հակայգենիկ էշուս, բայց տարօրինակ բա ինչ է։ Դե ես տենց ունեմ ինչ-որ սովորություններ, բայց հիմա չեմ կարող հիշել, տենց շատ այդ տեսակի։ Պապիս տարօրինակ բան ուներ, ինքը որ մի բան էր ուզում հիշել, կոշիկ հան դնում էր սերվանդի գլխին։ Նապամինանյանի, առավոտ որ հենի, կոշիկը, լուգում է։ Լուրջ։ Որ սար է վրա։ Իմանանք ինչ Տարօրինակ անենք։ Մենք մատի վրա նշան ենք Ուղղակի հասկանանք որ կոշիկն ենք այդ օրը։ Չէ, ասենք հելնումա
դիբի բանի շի, ասма լավ կոշիկը դնեմ ստե, որ առավոտեն եմ կոշիկս մանգամ չգտնեմ։ Ուտեղ պատճառը հետևանքային կապը, ինչի եմ սերվանի Ба, դες խելոք պապի եմ ունեցան իտ то что. Некоторые. Պատմություններ չկան պապի հետ։ Բա, էդի սաղ սերոժիկը դի պատմեմ, էդի լիքը կա, դու գա կնայեք ներկայացում։ Ամենամեծ սուտը, որ մարդիկ հավատում են ձեր մասին։ Իմ մասին այնքան սուտ կա, էսի լելան, խեղճ երեխեն համ լիզբիան կայա, համ չացածա, համ եսի ինչը, տողը, այդեն շի, վապշե, տենց չի։ Քո վերջինն էլ չի։ Իմս ինձ ասում են ուռում, հա։ Ինձ ասում են խմող, հա, ժողովուրդ։ Ես քիչ սիգարետ չեմ ծխում մարդավարի։ Խմելն էլ 1000-ից 1։ Առավոտ զարթնում ժամը 6-ից կես։ Այդպես բոհեմի կյանքը տենց առավոտ զարթում ես, սոված փորին կոֆե, բաց արցակ, սա կարծում եմ տես չեմ արա, ես ամենա Առողջ ապրելակերպ։ Առողջ չի էդի ժողովուրդ, էդի տենց առողջ ապրելակերպ բենա որ սենց զռռ առողջ է պրե։ Ու գնում ես սենց սանում որ պետք է անպայման տիցիկները սենց կանգնել, սենց չէ, դա ապուշ բաներ չունեմ ես։ Ուղղակի ես տենց եմ։ Ես սիրում եմ շուտ զարթնել, շուտ քնել։ Այգում գործ անեմ։ Այգում գործ անեմ։ Ես տենց մարդ եմ, ասենք ես հատուկ ոչ մի բան դրա համար չեմ արել։ Կամ հատուկ հայեսի հանգար չանել դա առողջ չի, չէ, ես սիրել եմ տենց անեմ։ Իսկ եթե մեկ օր անտեսանելի լինեիք, ինչ կանեիք։ Դա պետք է չասեիր, դա ես չէ։ Ես մի բանի ոստիկանության հավես չունեմ։ Ես շատ բան կանեի, ես եթե կարողանայի ասենք Եսի միլիոն բան կա, նա ինչ անում ես, ով որից հետաքրքրում է։ Հա։ Ոնց է գնում, ասենք, ոնց է լողանում, ոնց է հագնվում, ոնց է բան։ Բայց դա շատ կայֆ է, լուրջ է, դա նենց է։ Ես չգաս, խնդրում եմ։ Չեմ գացավ, դե քո մասին ամեն ինչ գիտեմ հավարա։ Ասենք, հետաքրքիր է ինձ, միշտ այն մարդը որ սիրում ես, որ քեզ հետաքրքիր է, դա որ ինքը մենակ է, ոնց է ասենք։ Որովհետև մենակ կարող է տրես ասենք որ մարդ չկա էլի հա չէ մենակ կարող է չտես անճորի ու էդի էությունը տա ախր է դա մարդու էությունը որ դու մենակ ես ես կուզեի որ դա անտեսանելի լինեմ ասենք այն կինը կամ այն տղամարդը որ ինձ հետաքրքրում է ինքը իրականում ինքը ինչ է Բոլորի դրոցները գլսեիր Հա, մենակ էդ չի։ Լիքը բան կա, ոնց է ուտում, ոնց երբ որ մենակ ես։ Մարդը ինքն հետ խոսում է, օրինակ ես շատ հաճախ որ մենակ եմ մնում գյուղում, ինքս ինձ վրա բռնում ու խոսում։ Այս բանը ինչի սենց արեց, ես պետք է սենց մարդ խոսում եմ։ Այդ որովհետև եթե ուրիշ վաղ դու խոսում ես մտքի մեջ, ապա տեղ խոսում ես բարձր։ Ու ասենք հետարքիր է, ինքը ոնց է որ մենակ է։ Այդ տենց կուզեի։ Եթե անտեսանելի լինեի, չէի բռնանա մարդու վրա։ Հա, ասենք տենց չի որ Բեմեն ձերքցես ինչ-որ մեկին այդ մոմենտը չէ, ես պետքա համաձայնություն լինի անպայման այդ հարցում, դա չէ, բայց որ ասենք պանաբլյուդաց է դա հետաքրքիր է։ Դե ես եմ տենց պանաբլյուդետ կանեմ։ Հա, էլի էսա, ու միանգամից քիաստապվեց, չէ, ասենք ինչ-որ մեկին տես սիրաբերձվա, մեկը տեն մսիկ։ Որ ասես յախ կոր էսել ու ուրս սորի վրա։ Ոնց դու չես անում, դու էլ ես անում, պրոստը հետաքրքիր է։ Եվ վերջին հարցը, ով է եղել ձեր առաջին celebrity crush-ը, հայտնին ում սիրահարվել եք կամ հավանել եք, կամ ուզել եք ձեր ապագա կինը կամ ամուսինը նման լինեն։ Ես օրինակ չունեմ տենց, որ հայտնի որ մի մարդ ով իմ որտեվ ես տենց մեծացել եմ փոքր ժամանակվանից թատրոնում, իմ համար այն բոլոր այն մարդիկ ովքեր թվացյալ կուրքեր էին Ես իմ պապան եմ համարում հայ, անպայման չի։ Չէ, կապ չունի ասեմ։ Ռաֆայելա Կարան, չես ճանաչում։ Գիտես ով էր ինքը։ Տան տան տարան տարան, տան տան տարան տարան Գիտեմ։ Քիպջի սերակի 70-ականներում։ Քիպջի սերակի, ոնց տակրորն էր։ Սաղ երևում էր սենց։ Սպիտակ, ստեղ հոլիդեյ, բայց ստեղ քիպ, մազերը սենց։ Ես հյուծվում էի իրան նայելով։ Ես ասում էի 13-14 տարեկան երեխա, որը որ բան ուղեղը եւ դա կապված են սա։ Ասենք ուրիշ բան չի աշխատում, մենակ է դա աշխատում։ Հա, ու ես նայում էի ասում էի, «Արա, էս ինչ լավն է»։
Այդ է։ Դու աս։ Երևի տենց որ իմ համար տենց ինչ որ հիացմունք ա եղել, երևի Պիտեր Ռոտումներ, բայց էլ եմ ասում, քանի որ փոքր ժամանակվանից տենց թատրոնում եմ եղել, իմ մոտ միշտ ինչ որ sense սահման ա եղել, որ միանգամից աստղը արտնարում ա, որ ես եմ աստղը։ Դա որ խաչիկը կողքը տնես, որ դու աստղես բարի ջան, սրանք ինչ են, սա գիշովկա են, սա դու գիտես, հո դու լենը չկա, բարձա մենք ես կանցա սիլիան է, սիրեխին։ Դա ես որ գնացել էի 85 թվականին փոքր էի, գնացել ենք Վիլնյուս ու այն ժամանակ շատ հայտնի էր Սաբոնիսը, բասկետբոլիստը, եւ գնացել ենք ինչ որ ռեստորան, հաց էինք ուտում, շվեդսկի ստոլ էր ու ես տեսա Սաբոնիսին ու պապաս տեսավ ասաց գնա խոսի, ասում ոնց թե էլի այդ աստղը արտնացավ, հետո մի պահ մոտեցա ինչ որ բան էի ուզում լսնել եւ ամբողջ այդ ժողովուրդը սկսեց ծիծաղել, ես գլուխս բարձրացրեցի, այդտեղ ծնկներ էին ու ինքը որ տեսավ իմ առաջի այդ պահը, որ ես իրան տեսա այդ ռեակցիան, հասկացա որ դե բայց ես ինձ զսպեցի, ես էլ սենց երկար խոպոպիկներով, ես այսքան էի, բայց մազերս ինձանից երկար ու ես վստահավորիչ իրանց համար, որտեղ իրանք տենց մազեր չունեն, չէ, իրանց կանեք ու տենց ինքը լցրեց ջուրը, ես տենց հրճվեցի, բայց տենց գնացի վրոդի յազվիզդա, դրա հաջորդ օրը մենք Վիլնյուսից գնում ենք Կաունաս եւ ավտոբուսի մեջ փոքրիկ սենց տեսա Չուրլոնիսին դերասան Էլի սենց սիրտս կանգնեց, պապաս ասաց ինձ թվում է այսեն պահն է, որ պիտի բաց չթողնես, ոչ թե Լիսաբոնիսի պես դու քեզ աստղ զգաս, այլ գնես ճանապարհ ունենք ասել, ամբողջ ճանապարհն իր այդ խոսած, ես գնացի կողքին նստեցի, ամբողջ ճանապարհ մենք խոսում ենք խաչիկից, թատրոնից եւ այլ եւ դա հետաքրքիր։ Յոժից ինչ որ տեսել ես յոժի մի։ Այո։ Այս ժամանակ դեռ չտեսնված էր դա։ Այ թե չէ, կհամեմատեի։ Տես չթողեցի դա չտեսնված մնա։ Ասա։ Այ հիմա կարող եք պատժել։ Էլեկտրաֆիկացման ամբողջ գործընթացը թողեք մեզ։ D-Energy-ն հոգում է ամեն ինչ։ Խնայեք ձեր էներգիան։ Մենք այն կապահովենք։ Ես չեմ ուզում պատժել, ես ուզում եմ ես ուզում իմ մասի մի բան ասեմ, որ դուք ճիշտ հասկանաք։ Ամենաշատը չեմ սիրում ես խափ եմ։ Ես միշտ անկեղծ եմ եղել։ Դրա համար հիմա ուզում անկեղծանամ։ Ուրեմն բայց սիրել եմ նաև հնարամտությունը շատ եմ սիրել մարդու, որտեղ դա դերասանի շատ կարևոր բան է։ Բայց խափելը չէ, ես միշտ անկեղծ եմ եղել իմ բոլոր դրսևորումներով։ Եվ ուզում եմ անկեղծանամ ձեզ հետ միասին։ Այդ բանը այդ դուր է այդ որ Նկարները։ Հա։ Մի րոպե կտակ։ Ուրեմն տեսեք, ինչպես ես հասկացա, որ սա Փարթամյանն է։ Գետին արտացոլումը։ Ոայ ինչ ոտն ես յո։ Հա, չեմ հնարամիտ եմ կյանք։ Ոայ։ Ես մի վարքյան նայեցի, տեսա որ Փարթամյանն է։ Խաղը կրեցի, բայց խափեցի ձեզ, բայց քանի որ ես ինձ համարում եմ անկեղծ մարդ, ես չեմ ուզում ես մինչև վերջ տենց խաղամ այդ դերը, հա։ Ես դες խափեցի, բայց ասում եմ որ խափել եմ։ Հա, շատ լավ է, բայց Այնպես ինչպես նորմալ դերասան, դուս ա գալի, խափում ա, սաղ լացում են, ծիծաղում են բան, բայց գիտեն որ խափում ա։ Չէ՞, որտեվ խաղը այդպես է։ հետեւաբար ձեզ նույնպես կպատժի Ելենը։ Լեն ջան գնանք իրար պատժենք։ Լավ, պատժել ո՞նց եք պատժում։ Ինչ անի Ելենան եւ ինչ անի Սերգեյը։ Այդ պիտի ես։ Հա, տեղ։ Կարո՞մ ենք առանձին պատժենք իրար։ Պիտի ցույց տալու բան չի էլի։ Այս կարակ ամեն։ Ցույց տալու բան չի։ Արդեն չնայած չի որ այս ժամանակ ցույց տալու բան է։ Ես չեմ ուզում որ իրան պատժեմ, ես շատ եմ սիրում։ Եվ ինչ որ արել եմ իր հետ, եթե կանեմ, եթե մեծ հաճույքով ինքն էլ թողուզի դա որ ես անեմ։ Թող դա պատիժ չլինի, թող դա լինի հաճույք, թող լինի լավ բան, ինչի Բայց պատժեմ։ Ելենան կարող է ձեզ պատժել։ Ելենան կարող է, ինչ պիտի անի Ինչ որ անի պատժի։ Սերգեյը։ Չի գալիս խաղի հատվածը, ինքը բան է, ինքը աբյուզ է, ինքը դուք ստիպում եք ինչ-որ բան անել։ Դուք ստիպում եք ինչ-որ մեկի Գացիկ չէ, պատժել։ ինքը փոքր ժամանակ տրավմաներ ա։ Ես մեծ տրավմաներ ունեմ այդ բանով։ Կա պատժեմ ես կարեմ անկյուն կայացնեմ բան, բայց չես համար։ Լավ, պրանկեր ենք անում, չենք պատժում։ Արա։ Բառն էր խանգարում իրան։ Գիտեք ինչ, ես արդեն մեծ պատիժ եմ ես համար, որ դու ուզում ես որ մենք իրար պատժենք։ Ես կարծեմ այդ պատժից ավել, որ մարդ երկու հարազատ բաց պետք պատժեք իրար։ Կամ պիտի այդ պատիժը լինի իրար, ասենք, Այդից կարակ պատժեք։ այդից կոմը չեն կարանենք, ախտես տարիքին չեմ կար։ Նայելով չէ տանտեր, արա, հոտեն չի կար, հոպորնո աստղ չեմ իա, վայ, վերջացեք, չեմ կամ տեր։ Ես դες չեմ կարա պատժեմ, ամենից իմ
Իմ քուրն է ինք ախպեր։ Իմ փոքր քուրն է ախպեր։ Կավարս բամիա։ Ահա։ Ես իհարկե կարող էի ձեզ պատժել եւ ձեր նվերները չտալ մեր գործընկեր Չոկոյանի կողմից։ Չոկոյան, Հայկական վաու։ արտադրության Ինչ ասա։ շատ համեղ Շոկոլադ։ Էլի չողացնելու բաներն է լեննա։ Յոշ դու մի Չեն կերտու ինձ։ չավացնում, մեր հայկական մրգերից համեղ չրեր են։ Բող, Այո, բելգիական բող, այսի պատիժ ա ունենալ ու սաղ չուտել։ Բայց մի բան ասեմ։ ինչա։ Քոն ուրիշ, հա։ Հա։ Ուզում եք կրվեի արդեն մտածում եք կարող եմ ուրիշ է գոնե ուրիշ է։ Լենջան, вообще տենց է, իմ ուրիշը քոն ուրիշը։ Կարող է տարբերություն համեր կա։ լինել։ 100 չէ, Տարբեր էսի չէ, համեր են, вообще կարող ուրիշ է։ փոխվել։ Շատ համ։ Էս ինչ աղջեր։ Էս ինչի՞ բան։ Այս շրջագայության տոմսը։ Դարոգով նիկուդա։ Արիքեզ եկած տոմսներ տա որ մենակ չգնաս։ Չէ, լավ Գարի է։ տոմսներ, ես էլ գարի տոմսը։ Վայ, գորջան գնացինք, հա։ Շատ շնորհակալ եմ, որ եկաք, անհամբեր սպասում եմ Սարի թատրոնի վերանորոգման ավարտին, որ վերադառնանք ու նոր ներկայացման իհարկե։ Լեն, դու ինչ նորություններ ունես, չասեցինք։ Իմ մոտ բոլոր նորություններս կենթանիների շուրջ է պատտվում արել։ Սա անասուններ է շփվում մենակ, նաև ինձ է։ Համար երջանիկ եմ։ Անասունների մեջ նաև ես եմ, ազիջը։ Ես շատ երջանիկ պահեր եմ ձեզ մաղթում, որ վերադառնալու առիթ լինի ու նոր պատմություններ պատմեք մեզ։ Մեկից սերոտոնինս ավելացնվել է քաղցրով։ Եվ սիրելիներս չմոռանաք բաժանորդագրվել թե իմ YouTube-յան ալիքին, թե Սերգեյի YouTube-յան ալիքին։ Շնորհակալություն։ Գնացինք գվեր։ Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան բացում է իր դռները նոր ուսումնական տարվա դիմաց։ Նրանք բոլորն ավարտել են Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան եւ կրում են իրենց վրա մաեստրոյի անջնջելի ստորագրությունը։ 5 տարեկանից սկսած փոփ եւ ժող վոկալի բաժիններ, լեգենդար կոմպոզիտորի կրթական ծրագիր եւ ավանդույթներ, 26 տարվա փորձ ու նոր մոտեցումներ, համերգներ, փառատոներ, մյուզիքլներ, ներկայացումներ, նկարահանումներ եւ ձայնագրություններ։ Այս հնարավորությունը բաց թողնել չի կարելի։ Դռներ դեպի ճաշակով արվեստ։ Լենայի ուտու ժամանակվանից մինչև եկկականիկ դառնալը սաղ իմացար։ Հա, Դա շլավ ամուսին եմ ես։ Ես ինչ լավ կին ունի։ Աննան։ հա։ Բա։ Ձեր գլխին հայտնվում են լուսանկարներ։ Էշություն պատմեմ նոր անեկդոտներ։ Պատմեք։ Ուրեմն երկու մարդ են հանդիպում, ընկերներ, բա ինչ ես, ասում ես ինժեներ եմ, ասում ոնց է, փողոց ասում տենց էր, ասում դու ինչ, ասում ես գուշակ եմ։ Ասում վայ քո հետ ինչ է։ Ասում գուշակում եմ, դա փող բերում ա, ասում վայ իհարկե։ Ասում այդ ոնց է անում, էլի, ասում ինձ եք սովորացած, հա։ Մի հատ շուրարի, շալվար անի։ Շալվար անում, ասում տրուսիկ դելա, նորմալ։ Մի քիչ կզի արասպա, կարող է դու ահա տեսար գուշակեցիր։ Տեսար գուշակեցիր։ Всё։ Բաժելու եք, չէ, մի քանի հարց է ունեմ, կարանք։ Բաժեմ։ Ոյ, այդ Ալավելի արա, դե որ իմանա այդպես չէի գա, քեզ բան, ես ինչա տո։ Առաջին անգամ շատ զարմացել եմ, որ երթուղային տաքսիի մեջ փոքր էի, նոր էր դուս եկե սատանայի ջրաղացը եւ Ռաֆայել Քոթանջանին տեսա։ Հա։ Այսենց է, հա։ Ու երբեք չէի կարծում, որ նա երբևիցե կանգնի իմ կողքին, գա իմ ինտերվյուին, որ մենք ծանոթ կլինենք, շատ լավ ասենք։ Ես էլ շատ ինքը շատ լավ մարդ էր, որպես մարդ, որպես հասարակ, բան, տենց հետարքի տիպ է շատ։ Բայց չի գրելու են սո։ Թող գրեն, թող, բա яվել լավ վյու է դի։ Կարա։ Ինչ կարաս, ինձ զանգել։ Այ տենց պատժեմ։ Տակը ձեր համար։ Ես մեկ անցորդ մարդ համար չեմ վերցնում։